Ըստ Դատալեքսում առկա տվյալների Լիլիթ Կոստանյանն աշխատում է հանրային երկրորդ հեռուստաընկերությունում, հաղորդավար է։ Ֆակտոր TV-ն ուսումնասիրել է լրատվամիջոցի հրապարակած տեսանյութերը եւ նյութերը, սակայն այդպես էլ որևէ հաղորդում չի գտել, որը կվարեր Լիլիթ Կոստանյանը։ Խորհրդարանում Աննա Վարդապետյանը հայտնել է նաեւ, որ Գևորգ Կոստանյանը, որը ներկայում ՀՀ իրավապահ մարմինների կողմից հետախուզվում է, Ռուսաստանի քաղաքացի է դարձել։ Ռուսաստանը նրան արտահանձնելու համաձայնություն չի տվել։ Դատախազությունը կրկին առաջիկայում հանձնման միջնորդություն է ուղարկելու Ռուսաստանի Դաշնություն, խնդրելով նորից դիտարկել նախկինում մերժված հանձնումը։ Լիլիթ Կոստանյանի փաստաբանական խումբը Ֆակտոր TV-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին գործի վերաբերյալ մեկնաբանություն տալը նպատակահարմար չեն գտնում։ Լիլիթ Կոստանյանը բավականին ակտիվ է Facebook-յան էջում, գրառումներ է անում հասարակական եւ քաղաքական մի շարք հարցերի վերաբերյալ։ Դեռևս 2019-ին Գևորգ Կոստանյանը հայտնել էր, որ պայմանագիր է կնքել Ռուսաստանի դատախազության համալսարանի հետ, տեղում դասախոսելու նպատակով։ Ուսումնական կիսամյակի եւ քննական շրջանի ավարտից հետո պատրաստվում է վերադառնալ Հայաստան, սակայն այդպես էլ չի վերադարձել։